Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի ապրիլ ամսվա տարրո կանխատեսումը ձկներ նշանի համար։ Սիրելի ձկներ, հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիան շատ կարևոր է և բոլորդ անպայման ձեր կյանքում զգալու եք, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով, տարբեր ոլորտներում, քանի որ այս տարրո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ցանկանում եք անհատական տարրո կանխատեսում, ծննդյան քարտեզի վերլուծություն, ծննդյան ժամի վերլուծություն, անհատական հորոսկոպ, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Այսպիսով, սիրելի ընկերներ, անցնենք մեր տարրո կանխատեսմանը։ Ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ հաճելի իրադարձությամբ ձեր կյանք, ինչ-որ բան անցյալից կգա ձեր կյանք։ Հատկապես, որ Մերկուրի մոլորակը, Վեներա մոլորակը հետընթաց են լինելու ամսվա սկզբում, բնականաբար հենց այս հաճելի հիշողությունները կարող են բերել ձեր կյանք։ Ինչ կարող է լինել, գուցե նվեր ստանաք, ինչը ձեզ համար շատ հաճելի կլինի, կամ ինչ-որ մեկին գուցե լավություն եք արել, նա վերադառնա և իր կողմից իր լավությունը անի ձեզ։ Գուցե անցյալից ինչ-որ մարդիկ վերադառնան ձեր կյանք, նրանց հանդիպեք, կամ նախկին հաճախորդները գուցե վերադառնան ձեր կյանք, մի խոսքով ինչ-որ բան անցյալից գալու է ձեր կյանք, որը ձեզ համար հաճելի է լինելու։ Ֆինանսների տեսանկյունից ամեն ինչ ստաբիլ կլինի ձեզ համար, գուցե ինչ-որ բան վաճառեք, գումար ստանաք, այդ գումարը հենց խոսի այս ստաբիլության մասին, կամ գուցե օրինակ անշարժ ձեռք բերեք եւ այդպիսով ձեզ ավելի ստաբիլ սկսեք զգալ։ Ամսվա կեսին զգույշ եղեք, առողջական խնդիրներ կարող են ի հայտ գալ, շատերը կկանգնեն ընտրության առջև, կամ մի քանի օրով ուղղակի առողջական խնդրով պայմանավորված գուցե մնան տանը կամ անցնեն հետազոտություն։ Որևէ կին, ով ծնված է հողի տարերքի ներքո, դա է այծեղջյուր, կույս կամ ցուլ, ինչ որ դեր կունենա ձեր կյանքում, այս կինը կարող է լինել թե ձեր շրջապատից, ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը, կամ կարող է լինել նաև նոր ծանոթություն, ով ինչ որ կերպ դեր կունենա ձեր կյանքում։ Եվ ամիսը ձեզ համար կավարտվի շատ արագ, կտրուկ, անընդհատ ճանապարհներին կլինեք, հյուր գուցե գնաք, հյուր ընդունեք, կամ ուղղակի ճանապարհներ շատ գնաք։ Այժմ նորալուսնի և լիալուսնի հետ կապված առաջինը լիալուսին կունենանք ամսի 13-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կունենա։ Այստեղ սիրելի ընկերներ, զգույշ եղեք, ինչ որ խնդիրներ կարող են ի հայտ գալ, կամ գուցե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ պետք է լինի ձեր գումարները պաշտպանելու, գուցե ուղղակի որոշեք օրինակ արտարժույթ գնել, այսպիսով մտածեք, որ արտարժույթը գուցե բարձրանա, իջնի, նման ինչ-որ հարցեր լինի եւ անհրաժեշտություն առաջանա ձեր գումարը կարծես ապահովելու, այսպես մի կողմ դնելու։ Հնարավոր է որոշեք նաեւ օրինակ ավանդ բացել բանկում, կարող է նաեւ այս քարտը դրա մասին խոսել։ Եվ իմիջիայլոց նշեմ նաև, որ զգույշ եղեք, քանի որ հնարավոր է հարկային ստուգում լինի եւ նախորոք պատրաստեք ձեզ դրան։ Ոմանք գուցե որոշեն օրինակ իրենց բնակության վայրում կամ աշխատանքի վայրում տեսախցիկներ դնել, ինչ որ անվտանգության համակարգ դնել եւ այսպիսով կարծես ինչ որ բանից պաշտպանել իրենց ունեցվածքը։ Այժմ անցնենք նորալուսնի հետ կապված, ամսի 27-ին կլինի նորալուսինը ձեր 3-րդ տանը, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կունենա։ Այստեղ հենց այն նույն քարտն է դուրս եկել, ստաբիլություն, հնարավոր է օրինակ տրանսպորտային միջոց գնեք կամ վաճառեք։ Ես կարծում եմ ավելի շատ այս քարտը ասում է վաճառքի մասին, որը ձեզ գումար կգա եւ այսպեսով ձեզ ստաբիլություն կբերի։ Կամ գուցե որոշեք օրինակ ձեր գումարից ներդնել ձեր գիտելիքի մեջ, օրինակ որոշեք գնալ ինչ-որ դասընթացների, նման հարցեր կարող է լինել, իհարկե եթե նման մտքեր ունեք որևէ դասընթացների գնալու, հիանալի ժամանակահատված է ամսի 27-ից հետո։ Այսքանը սիրելի ձկներ, կապված ապրիլ ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։